Շուտով սկսում է նոր ուսումնական տարին եւ այն առաջինը կլինի նրանց համար, ովքեր այս տարի ավարտեցին դպրոցը եւ որոշեցին ընդունվել համալսարաններ։ Սակայն համալսարանական կյանքը շատ է տարբերվում դպրոցականից եւ ուղղակի դպրոցի սովորույթներով մտնել համալսարան արդյունավետ չէ։ Այսօր խոսենք նրա մասին, թե ինչպես պատրաստվել համալսարանին, եթե դու երեկվա դպրոցական ես։ Ինչպես ասացի, համալսարանը շատ է տարբերվում դպրոցից։ Օրինակ, համալսարանում դու կարիք չունես անընդհատ լինելու շենքում։ Դռները միշտ բաց են, կարող ես գալ, կարող ես գնալ։ Հանկարծ եթե չես հայտնվում դասին կամ դասախոսությանը, ոչ ոք չի զանգի ծնողներին, չի փորձի քեզ գտնել կամ ընդհանրապես չի զգա որևէ պատասխանատվություն այդ իրավիճակի համար։ Այսպիսով համալսարանը դա մի տեղ է, որտեղ մենք ընտրում ենք գնալ։ Այն պարտադիր չէ եւ մենք այնտեղ չափահաս ենք, այսինքն գործ ունեն հենց մեզ հետ եւ ակնկալում են, որ մենք պատասխանատու ենք այն ամենի համար, ինչ կատարվում է մեր կրթական ընթացքում։ Նաեւ համալսարանը ունի մի այլ առանձնահատկություն։ Դպրոցում կան դասղեկներ կամ նման այլ մասնագետներ, ովքեր հոգում են, որպեսզի աշակերտների մոտ ձևավորվեն անհրաժեշտ սոցիալական հմտություններ։ Իրենք կարողանան խմբավորվեն, աշխատեն համատեղ, լինեն մի մեծ իրար վստահող, իրար համար ընկերներ հանդիսացող մարդկանց խումբ։ Համալսարանում այդպես չէ, այնտեղ խմբերը ձևավորվում են ըստ ծրագրի պահանջների եւ կարիքների եւ խմբերի մեջ հարաբերությունները երիտասարդների կախված է միայն եւ միայն իրենցից։ Ոչ ոք չի զբաղվելու իրենցով եւ չի օգնելու այդ առումով։ Իհարկե, համալսարանները սովորաբար ունեն հատուկ ծառայություններ, որոնք հոգում են նրանց մասին, ով ունենում է ինչ-որ խնդիրներ հոգեբանական։ Ոչ բոլոր համալսարանները, բայց շատերը ունեն։ Սակայն այդ աջակցությունը սահմանափակ է եւ այնպես չէ, որ եթե ձեզ մոտ ոչինչ չստացվի, շատ մարդ մեծ ջանք գործադրի, որպեսզի դուք կարողանաք այդ ամենը հաղթահարել եւ շարունակել ձեր ուսումը համալսարանում։ Ինչ վերաբերում է կրթության բովանդակությանը, ապա համալսարաններում այն շատ տարբերվում է, շատ ավելի բարձր մակարդակի է, քան դպրոցում։ Դասագիրք հասկացությունը պայմանական է համալսարանում եւ եթե դեռ առաջին կամ երկրորդ կուրսում որոշ առարկաներից կան դասագրքեր, ապա դրանք գնալով դառնում են ոչ այնքան կարևոր։ Եվ շատ ավելի կարևոր է դառնում ընթերցել տարբեր նյութեր, ստանալ գիտելիք տարբեր աղբյուրներից եւ կարողանալ այդ ամենը վերլուծել եւ վերարտադրել։ Բացի դրանից այլևս որևէ դասագրքի լեզուն չի համապատասխանեցվում տարիքային առանձնահատկությունների։ Բոլոր գրքերը գրված են գիտական լեզվով եւ ենթադրում են այդ լեզվին տիրապետել։ Այսպիսով մենք ունենք շատ տարբեր իրավիճակ եւ անցումը բավականին կտրուկ է։ Եվ շատ երիտասարդներ, երբ մտնում են համալսարան, առաջին օրերից այս ամենի հետ դժվարություններ են ունենում։ Նաեւ ցավոք մեր դպրոցներում ոչ ամեն բան է, որ սովորեցնում են աշակերտներին ապագա համալսարանական կյանքում հաջողության հասնելու համար։ Օրինակ, չնայած մեր նոր չափորոշիչներով նախատեսված է էսսե գրելու կարողություն, մեր դպրոցներում այդ աշխատանքը դեռ բավականին վատ է արվում եւ շրջանավարտների շատերը տրամաբանական հետևողական շարադրության հետ մտքերի եւ գաղափարների ունենում են խնդիրներ, իսկ համալսարանում ցանկացած աշխատանք պահանջում է նման հմտություն։ Ուրեմն ինչ պետք է անել, եթե դուք ունեք դեռ 1-1.5 ամիս եւ միգուցե անգամ դրանից հետո, երբ դուք արդեն սկսեք սովորել համալսարանում, ինչ պետք է անել, որպեսզի ձեր ապագա ուսումը համալսարանում լինի համեմատաբար արդյունավետ։ Առաջինը ես խորհուրդ եմ տալիս ընթերցել բարդ տեքստեր։ Ինչպես ասացի, դպրոցներում որոշ դեպքերում
կան առարկաներ կամ կան ուսուցիչներ, որոնք երեխաներին տալիս են բարդ տեքստեր ընթերցել, բայց դա հազվագյուտ է։ Դասագրքերի լեզուն բավականին ադապտացված է, պարզեցված է, իսկ այն տեքստերը, որ ուսուցիչները առաջարկում են ընթերցել, համեմատաբար պարզ են, քանի որ պետք է հասանելի լինեն բոլորին։ Նորից կրկնեմ, ի տարբերություն դպրոցի, որը պարտադիր է բոլորի համար, համալսարան անցնելու համար որոշակի գիտելիքների շեմ է պահանջվում եւ ենթադրվում է, որ այդ շեմը հաղթահարել են միայն նրանք, ովքեր պատրաստ են ավելի բարդ կրթական գործընթացին։ Այսպիսով լավ կլինի, որ դուք ընթերցեք բարդ տեքստեր։ Ինչի մասն է խոսքը։ Օրինակ, փիլիսոփայություն։ Օրինակ, դուք կարող եք վերցնել եւ ընթերցել գիտական հոդվածներ։ Ընդ որում պետք չէ վերցնել ժամանակակից գիտության վերջին ձեռքբերումներից ինչ որ նյութեր։ Կարելի է վերցնել, եթե դուք օրինակ հետաքրքրված եք ֆիզիկայով, կարելի է վերցնել Էյնշտեյնի 1905 թվականի գրած հոդվածը ֆոտոսինտեզի մասին, որի շնորհիվ նա արժանացավ Նոբելյան մրցանակի եւ որի շնորհիվ, որի հետևանքով առաջացավ եւ զարգացավ քվանտային ֆիզիկան։ Այդ հոդվածը բավարար մատչելի է եւ այդ երևույթի մասին դուք արդեն անցել եք դպրոցում, բայց ընթերցելով այդ հոդվածը դուք գիտակցեք եւ հասկանաք, թե ինչ լեզվով են խոսում գիտնականները եւ ինչ տեսակի մտածողություն եւ մաթեմատիկական եւ ֆիզիկական ձեզանից կակնկալվի ձեր ապագա մասնագիտության մեջ։ Իհարկե կարող է որոշ բաներ չհասկանաք, բայց հաստատ ձեր հմտությունը այդ առումով կզարգանա։ Երկրորդը սովորեք դասախոսությունների ձևաչափին։ Դպրոցում միայն շատ վատ ուսուցիչներն են ամբողջ դասը խոսում։ Համալսարանում դա շատ սովորական ձևաչափ է։ Դուք գալիս եք մեծ դալիճ եւ ամբողջ պարապմունքը այդ դասը անցնում է ոչ թե ինտերակտիվ ձևաչափով, երբ որ խոսում են նաեւ ուսանողները, այլ հիմնականում եւ շատ հաճախ բացառապես դասախոսի խոսքի տեսքով եւ բոլորը ընկդրում են, գրի են առնում եւ դա հանդիսանում է իրենց տեսական գիտելիքի հենքը։ Որպեսզի նման ձևաչափը ձեզ համար հասանելի լինի, լավ կլինի ուղղակի բացեք YouTube-ում ցանկացած դասախոսություն եւ լսեք, տեսեք թե ինչպես է դա լինում, ինչպես եք դուք դա կարողանում անցնել 1 ժամ կամ 40 րոպե 1 ժամ տևողությամբ դասախոսություններ։ Դրանք կան նաև հայերեն լեզվով, բայց հիմնականում անգլերեն են կամ ռուսերեն են, եթե լեզուներից մեկին քիչ թե շատ տիրապետում եք, փորձեք այդ ձևաչափը։ Հաջորդը՝ սովորեք գրի առնել եւ նոթագրել։ Նոթագրել նշանակում է գրի առնել այն, ինչ դուք հասկացել եք, լսելով խոսացողին։ Դա չի նշանակում, որ դուք պետք է բառացիորեն վերարտադրեք այնինչ որ ասվում է, բացի սահմանումներից։ Սահմանումները պետք է գրել, ճշգրիտ գիտություններում դա շատ կարևոր են, ամեն բառն է կարևոր։ Բացի դրանցից այն, ինչ որ դուք հասկացել եք եւ կարևոր եք համարել, դուք գրեք առնում, նաեւ գրեք առնում ձեր մտքերը կամ հարցերը, այն բաները, որ ձեզ համար հասկանալի չեն, որ հետո դրան անդրադառնաք։ Ցավոք, մեր համալսարանների շատերում մինչ այսօր դեռ կա պահանջ, որպեսզի ուսանողները տառացիորեն գրեն այն, ինչ ասում է դասախոսը։ Դա զավեշտալի է, դա գալիս է այն ժամանակներից, երբ գրքեր չկային եւ կամ դրանք շատ քիչ էին կամ հասանելի չէին եւ թանկ էին եւ միակ միջոցը գիտելիքի փոխանցման ընթերցել եւ գրելն էր եւ այդ առումով էլ մենք մինչ այսօր օգտագործում ենք դասախոսություն կարդալ հասկացությունը, որը բառացիորեն նշանակում է ընթերցել թերթիկից տեքստ եւ մնացածները գրի են առնում։ Այդ ամենը այսօր անիմաստ է, սակայն ցավոք դեռ կա մեզանում եւ որոշ համալսարաններում դա պահանջ է։ Հուսամ նման համալսարանում դուք չեք հայտնվի։ Հաջորդը՝ սովորեք գրել էսսեներ։ Էսսե գրելը դժվար չէ, դրա շուրջ կան բազմաթիվ նյութեր համացանցում, որոնք խորհուրդներ են տալիս, թե ինչպես դա անել, իսկ որպեսզի դուք լավ վարժվեք, կարող եք գրել եւ տալ արհեստականությանը, այն ձեզ կտա շատ լավ հետադարձ կապ, թե ինչ թերացումներ կան ձեր էսսեում, ինչպես կարելի է այն բարելավել։ Կարող եք մի քանի անգամ գրել, բարելավել եւ ստանալ արհեստական բանականությունից
գնահատական ձեր աշխատանքի։ Դա շատ կօգնի։ Մի կարծեք, որ արհեստական բանականությունը ձեզ կփոխարինի տեքստեր գրելուց։ Դա հիմարություն է, այդ ճանապարհը փակուղի է տանում, չի լինի երբևիցե որևէ արհեստական բանականություն, որ կարողանա ամբողջապես արտահայտել ձեր մտքի խորությունը։ Եթե իհարկե ձեր մտքերը խորություն ունեն։ Հաջորդ պահը, որ կուզենայի ընդգծել, դա հնարավորինս անգլերեն լեզվի իմացության բարելավելն է։ Այսօրվա գիտության լեզուն անգլերենն է, բոլոր ոլորտներում։ Առանց անգլերենի իմացության դուք միայն շատ փոքր մասը կարողանաք ուսումնասիրել եւ շատ քիչ քանակի աղբյուրներից կարողանաք օգտվել։ Անգլերեն սովորել դարձյալ կարելի է տարբեր ձևերով, ձեզանից չի ակնկալվում այս փուլում ակտիվ անգլերեն խոսելու կարողություն, ձեզանից ակնկալվում է ընկալելու եւ ընթերցելու կարողություն, իսկ դա ավելի հեշտ է զարգացնել, դրա համար դարձյալ կարելի է ուղղակի ընթերցել անգլերեն բառարանով, բայց ձգտելով բառարանից նույնպես քիչ օգտվել, կարելի է լսել տարբեր նյութեր անգլերենով եւ կարելի է շփվել արհեստական բանականության հետ, արհեստական բանականության համակարգերը բոլորն էլ շատ լավ տիրապետում են անգլերեն լեզվին եւ կարող են ձեզ օգնել հասկանալ այն ինչ որ իրենք ասում են, թե ձեզ ինչ-որ բան անհասկանալի է։ Եվս երկու կարճ խորհուրդ։ Առաջինը սովորեք ինքնուրույն կառավարել ձեր ժամանակը։ Դպրոցում կային զանգերի միջև կային դասեր, կարծես թե ամեն բան կասում եք երբ արդեն դու գալիս եք տուն, ծնողները շատ հաճախ հետևում էին, որպեսզի դուք տնայինները անեք, դա արդեն այդպես չի լինելու։ Համալսարանում շատ ավելի ազատ ձևաչափ է ժամանակի եւ գնալով ավելի ազատ է լինելու, դուք ունենալու եք, ասենք, դաս, հետո ունենալու եք ազատ ժամանակ, հետո ինչ որ դաս, եւ այդ ազատ ժամանակը պետք է կարողանաք արդյունավետ օգտագործել, որպեսզի հետո չունենաք ծանրաբեռնվածություն եւ չլինի, որ քննություններից առաջ անկուն գիշերներ ունենաք, որտեղ դա ոչ միայն վնասում է առողջության, այլ նաեւ փաստացի զրկում է ձեզ իրական գիտելիքից, վերջի պահին սովորածը լավ չի հիշվում, լավ չի ընկալվում եւ չի դառնում ձերը։ Երկրորդը սովորեք պլանավորել բյուջեն։ Եթե դուք դեռ դպրոցական եք, շատ հաճախ ձեր ծնողները ձեր փոխարեն ֆինանսական բոլոր հարցերը լուծում էին, դուք ունեիք իհարկե երևի թե ինչ որ ծախսի հնարավորություն, բայց հիմնականում բոլոր ծախսերը անում են ձեր ծնողները։ Երբ դուք դառնում եք ուսանող, արդեն շատ ավելի անկախ եք, ուրեմն պետք է զգույշ լինեք եւ անիմաստ ծախսեր չանեք, որպեսզի կարողանաք ճիշտ պլանավորել ձեր կարողությունների եւ հնարավորությունների համապատասխան ձեր բյուջեն։ Եվ վերջապես եւս մի միտք։ Դուք համալսարան գնում եք որպեսզի դառնաք մասնագետ։ Ի տարբերություն դպրոցի, որ պատրաստում է համալսարանական կրթության, համալսարանը պատրաստում է աշխատանքի։ Համալսարանը պատրաստում է, անգամ եթե դա գիտական աշխատանք է, միևնույն է, աշխատանքի։ Դուք պետք է համալսարանում արդեն ձեռք բերեք մասնագիտական կարողություններ եւ դառնաք ոլորտի մասնագետ։ Դա նշանակում է, որ դուք պետք է հստակ հասկանաք ինչ եք ուզում դառնալ, ինչ մասնագետ, եւ ձգտեք դառնալ այդ մարդը։ Ձեզ մոտ պետք է լինի ներքին ցանկություն եւ որոշում, որ դուք դառնալու եք ինչ-որ մասնագետ։ Որոշումը կարող եք հետո փոխել, բայց եթե դուք սովորեք առանց որոշման, եթե դուք սովորեք սովորելու համար, ինչպես դուք անում եք դպրոցում, համալսարանում դա ձեզ կկոտրի, որտեղ համալսարանական կրթությունը շատ ավելի բարդ է եւ շատ ավելի նեղ մասնագիտական է շատ հաճախ։ Իսկ դա նշանակում է, որ դուք պետք է իսկապես ուզենաք դա սովորել, սրտանց ուզենաք այդ ամենը հասկանալ, որպեսզի կարողանաք արդյունավետ սովորել։ Այսպիսով համալսարանը որոշումներ կայացնելու պահն է, կյանքի որոշումներ, եւ այլևս ետ մի գցեք։ Գնացեք վստահորեն, լավ սովորեք եւ ձեզ մաղթում եմ հաջողություն ձեր նոր կյանքում։